Երկու հայ է զոհվել Լիբանանում ընթացող իսրայելական ռազմական գործողությունների ընթացքում։ Հայտնի է, որ նրանք մասնակցել են Հեզբոլլահի մարտիկների հետ երկրի պաշտպանական գործընթացին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այցելելով սահմանային անվտանգության գոտի վերահաստատել է, որ հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ իր խոսքով երկրի հյուսիսային սահմանին սպառնացող վտանգը վերջնականապես չի չեզոքացվել։ Նեթանյահուի պնդմամբ Իսրայելին հաջողվել է փոխել Մերձավոր Արևելքի դեմքը, իսկ իրենց հակառակորդները, մասնավորապես Իրանն ու նրա դաշնակիցները, այժմ պայքարում են ոչ թե հաղթանակի, այլ պարզապես գոյատևման համար։ Այս երեքշաբթի Վաշինգտոնում նախատեսված են Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցություններ։ Իսրայելական պատվիրակությունը մտադիր է բանակցությունների սեղանին դնել Հեզբոլլահի լիակատար զինաթափման և սահմանային անվտանգության համակարգի հիմնովին վերանայման պահանջները։ Թուրքիայում խորանում է մտահոգությունները Մերձավոր Արևելքում Իսրայելի վարած քաղաքականության վերաբերյալ։ Արտգործնախարար Հական Ֆիդանի համոզմամբ Իրանից հետո Իսրայելը կարող է Թուրքիային դիտարկել որպես հաջորդ թիրախ, քանի որ այդ պետության գոյության մոդելը հիմնված է մշտական թշնամանքի եւ նոր հակառակորդներ փնտրելու ռազմավարության վրա։ Ֆիդանի խոսքով Իսրայելը պարզապես չի կարող գոյատևել առանց թշնամու, ինչը լուրջ սպառնալիք է ստեղծում տարածաշրջանի կայունության համար։ Ֆիդանի խոսքերը ցույց են տալիս, որ Թուրքիան Իսրայելի քայլերը չի համարում սովորական տեղային կռիվներ։ Անկարան վախենում է, որ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմների նոր շղթա է սկսվում, եւ Իրանից հետո հաջորդ հարվածը կարող է ուղղված լինել հենց իրենց դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի ռազմածովային շրջափակման մասին, փորձելով փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ ԱՄՆ-ն կարգելափակի մուտքն ու ելքը Իրանի նավահանգիստներ մտնող և դուրս եկող նավերի համար, հայտարարել է Թրամփը։ Ըստ նախագահի իրեն այլևս չի հետաքրքրում Իրանը կվերադառնա բանակցությունների սեղան, թե ոչ։ Իրանը շատ վատ վիճակում է, կարծում եմ նրանք հուսահատված են, նշել է Թրամփը, շեշտելով, որ բանակցությունների չկայանալն իրեն նույնիսկ ձեռնտու է։ Այնուամենայնիվ վերլուծաբանները նախազգուշացրել են, որ նեղուցի շրջափակումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ։ Էներգակիրների համաշխարհային գների հնարավոր աճը կարող է վնասել հենց ԱՄՆ տնտեսությանը, իսկ մշտական ռազմական ներկայությունը մեծացնում է լայնածավալ պատերազմի վտանգը։ Թրամփի քննադատության թիրախում է հայտնվել նաև Ռոմի պապ Լևոն 14-րդը։ ԱՄՆ նախագահը Պոնտիֆիկոսին անվանել է թույլ և վնասակար արտաքին քաղաքականության համար։ Նա մեղադրել է պապին Իրանի նկատմամբ մեղմ դիրքորոշման և ձախական հայացքների համար։ Թրամփը հայտարարել է, որ Լևոն 14-րդն իր պաշտոնին է հայտնվել միայն այն պատճառով, որ ինքն է Սպիտակ տանը։ Նա կոչ է արել պապին իրեն հավաքել և զբաղվել հոգևոր առաքելությամբ, դադարելով հաճոյանալ ռադիկալ ձախերին։ ԱՄՆ նախագահն իր Truth Social սոցիալական ցանցում նաև լուսանկար է հրապարակել, որտեղ նա ներկայացված է բժշկողի կերպարով։ Այն հիշեցնում է Հիսուս Քրիստոսի կերպարը։ Պաշտոնական Թեհրանը խիստ է արձագանքել Թրամփի հայտարարություններին։ Իրանի մարդու իրավունքների շտաբը ԱՄՆ նախագահի աջակցությունը ցուցարարներին որակել է որպես ինքնիշխանության կոպիտ խախտում և մարդկության դեմ հանցագործություն, սպառնալով հարցը բարձրացնել միջազգային իրավական հարթակներում։ Այս լարված քաղաքական ֆոնին Իրանում շարունակվում են հումանիտար աշխատանքները վերջին աղետից հետո։ Իրանի Կարմիր մահիկի տվյալով իրականացվել է ավելի քան 1700 փրկարարական գործողություն։ Միայն Թեհրանում փլատակներից հաջողվել է փրկել 960 մարդու կյանք։ Սիրելի հայրենակիցներ, Ազգային բարերար ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի կարողությունը ըստ հեղինակավոր Forbes պարբերականի 1 տարվա ընթացքում աճել է $900 միլիոն, հասնելով 4.1 միլիարդ ԱՄՆ դոլարի, հայտնել է կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ նմանատիպ տպավորիչ աճ գրանցվել է մի ժամանակահատվածում, երբ Սամվել Կարապետյանը արդեն ավելի քան 9 ամիս գտնվում է կալանքի տակ։ Շատ գիտեք, մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա $1 միլիարդ կարողություն ավելացնել, նշել է նա, շեշտադրելով Սամվել Կարապետյանի կառավարչական բացառիկ հմտությունները նույնիսկ սահմանափակումների պայմաններում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչներին, ընդգծելով նրանց դերը աշխատատեղերի ստեղծման գործում։
Նրանց հետ ընթրիքի ընթացքում վարչապետը նշել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է շուրջ 288,000 աշխատատեղ, իսկ տնտեսությունն ապահովել է միջինում 7% աճ, չնայած համավարակին ու պատերազմին։ Առիթը հետևյալն է, մենք հրավիրել ենք Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած եւ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև թրիփ նախագծի կարևորությունը, այն դիտարկելով որպես երկրի տրանսպորտային շրջափակման վերջնական հաղթահարման գործիք եւ վստահելի ուղի ներմուծման ու արտահանման համար։ Մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասվում, որը կապված է առաջին հերթին թրիփ նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից։ Բայց ըստ էության այսօր էլ Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ եւ իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաև, որ քաղաքական հստակ հանձնառություններն է, որ այդ թվում արտահանումները հնարավոր իրականացնել։ Ըստ երկրի ղեկավարի 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է շուրջ 53%-ով եւ այժմ անհրաժեշտ է նոր մակարդակի բարձրացնել պետություն-բիզնես հարաբերությունները։ Կրկին շնորհակալ եմ, որ մեր հրավերը ընդունել եք։ Չվճարող մարդն ամոթից գետինը մտնելու փոխարեն դեռ մի հատ էլ ելույթներ է ունենում։ Նրանք պետք է խստագույնս պատժվեն։ Այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ավինյանի կարծիքով այս ուղևորները բեռ են թե իրենց, թե վճարող քաղաքացիների համար։ Երիտասարդ աղջիկներ են վերջին iPhone-ներով։ Ամոթ է, ժողովուրդ ջան, կամ ասենք մեծ մարդիկ են, երիտասարդ տղամարդիկ են, կանայք են, ինչ-որ միջին տարիքի, հələ մի հատ իրավունքներից են խոսում։ Ինչ իրավունքից եք խոսում, սիրելիներս։ Ինչ իրավունք։ Միակ իրավունքը, որ այդ տեսակ մարդը ունի, ամոթից գետնին նայելն է։ Տիգրան Ավինյանը հաստատել է, որ չվճարելու դեպքում վարորդը պետք է կանգնեցնի ավտոբուսը եւ պահանջի վճարել։ Հակառակ դեպքում ուղղակի ստիպել ուղևորին իջնել ավտոբուսից։ Օրեր առաջ հանրային տրանսպորտում վեճ էր եղել ուղևորի եւ վարորդի միջև ուղևորավարձը չվճարելու համար։ Քաղաքացին պնդել էր, թե չի վճարելու, իսկ վարորդը պարտավոր է վարել։ Ոչ չենք վճարելու եւ նստելու ենք եւ դու ոչ մի իրավունք չունես ինձ ասելու վճարի։ Ես ինքս պատասխանատու եմ ինձ համար։ Դու ինձ համար պատասխանատու չես։ Ավինյանը շեշտել է, նման օրինակ վարքագծով քաղաքացին չի կարող խոսել իրավունքներից։ Չկա աշխարհի երեսին որևէ պետություն, որը կարողանա կազմակերպել Հայաստան 300,000 ադրբեջանցիների տեղափոխումը։ Այսօր ապրիլի 13-ին մամուլի ասուլիսում ասել է Հայկական խորհուրդ կազմակերպության ղեկավար Խաղաղության կամուրջ նախաձեռնության հայկական կողմի համակարգող Արեգ Քոչինյանը։ Նա այս ամենը որակել է անիմաստ քարոզչություն ու շեշտել, որ Ադրբեջանն անգամ 100,000 ադրբեջանցի չի կարողանում տեղավորել Արցախում։ Ինչպես եւ մեր մոտ կան մարդիկ, ովքեր որ շատ կոշտ դիրքորոշում ունեն, որոնք ասում են ոչ մի խաղաղություն էլ հնարավոր չի Ադրբեջանի հետ, դա ինքնախապեյություն, ինքեւ այնտեղ կան մարդիկ, ովքեր ասում են Հայաստանի հետ խաղաղություն հնարավոր չի։ Ինչպես մեր մոտ կա խոսույթ, հա, թուրքը մնում է թուրք, իրանք էլ ունեն դրա ճիշտ հակառակը, հայը մնում է հայ։ Եվ նմանատիպ այդ բոլոր գրադացիաներով այդ հասարակական շերտերը կան։ Հիմա քննարկում ենք արդյոք մենք ուրեմն մի թեզ, որը որ անիրատեսական է, անհնարին է եւ բացահայտ քարոզչական է, ոչ չեն քննարկում, որտեղ դրա իմաստը չկա։ Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն էլ նկատել է, անցել է մոտ 6 տարի, բայց Ադրբեջանը իր բնակչության անգամ 10%-ին չի կարողանում տեղափոխել Արցախ։ Դուք ուղղակի չեք պատկերացնում Ամասիայի Վարդենիսի շրջանի ադրբեջանցիները, Ադրբեջան որտեղ են գնացել բնակվել, եւ եթե դուք լինեիք, դուք հետո կգայիք Ամասիա բնակվելու կամ Վարդենիս բնակվելու, ինչպես նշվեց նաեւ նույնիսկ Ղարաբաղում հիմա լրջագույն խնդիր է վերականգնել 10% ադրբեջանական բնակչության, նայեք անցել արդեն գրեթե 6 տարի մեծ այն շրջանների, որ հայկական կողմից անցան Ադրբեջանի եւ Ադրբեջանը վերականգնեց իր վերահսկողությունը։ Մինչեւ հիմա չկա 10% բնակչության, որ եղել է մինչեւ կոնֆլիկտի սկիզբը։